Ավստրալիա՝ մի պատմություն, որը սկսվում է հազարավոր տարիներ առաջ։ Այդ ինչպես եղավ, որ աշխարհի ծայրում գտնվող այս հսկայական հողը դարձավ մի ամբողջ կայսրության գաղութ։ Ինչպես եղավ, որ այսօր խաղաղ, զարգացած եւ հարուստ թվացող այս երկիրը ծնվեց աքսորի, լռեցված պատմությունների եւ պայքարի միջից։ Ավստրալիայի իրական պատմությունը չի սկսում եվրոպացիներից, քարտեզից եւ նույնիսկ Ջեյմս Կուկի անունից։ Այն սկսվում է հազարավոր տարիներ ավելի վաղ, երբ այս մայրցամաքում արդեն ապրում էին աբորիգենները եւ Տորես նեղուցի կղզիների բնիկ ժողովուրդը։ Գիտնականների կարծիքով այս մարդկանց աբորիգենների նախնիները մոտ 50,000-ից 65,000 տարի առաջ տեղափոխվել են Ավստրալիա Ասիայից, անցնելով ցամաքային կամ կարճ ծովային ճանապարհներ։ Եվ այդ պահից սկսած այս հողը դարձել է նրանց աշխարհը։ Նրանք ապրում էին բնության հետ ներդաշնակ, որսորդությամբ եւ հավաքչությամբ, բայց նրանց կյանքը պարզապես գոյատևում չէր։ Նրանք ունեին հզոր հոգևոր մշակույթ, բարդ աշխարհայացք եւ խոսում էին ավելի քան 250 տարբեր լեզուներով։ Եվ նույնիսկ նրանց ստեղծած բումերանգը պարզապես գործիք չէր, այլ մի բան էր, որը միշտ վերադառնում է, ինչպես պատմությունը, ինչպես նրանց կապը այս հողի հետ։ Բացահայտման պատմությունը սկսվում է դեռևս 17-րդ դարից։ Առաջին եվրոպացիները, որոնք մոտ գործեցին այս հեռավոր աշխարհ, իսպանացիներն ու հոլանդացիներն էին։ Այդ ժամանակ այս հողը հայտնի դարձավ որպես Նոր Հոլանդիա։ 1642-ից 1644 թվականներին հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը ուսումնասիրեց այս տարածաշրջանը, հայտնաբերելով Թասմանիան եւ Նոր Զելանդիան, եւ ապացուցեց, որ սա առանձին մայրցամաք է։ 1798 թվականին բրիտանացի հետազոտող Ջորջ Բասը հայտնաբերեց Բասի նեղուցը, որը բաժանում է մայրցամաքային Ավստրալիան Թասմանիայից։ Հետագայում Մեթյու Ֆլինդերսը շրջեց ամբողջ մայրցամաքը եւ առաջարկեց այն անվանել Terra Australia, այսինքն հարավային երկիր։ Քարտեզները սկսվեցին փոխվել եւ անհայտ հողը դարձավ իրական աշխարհագրություն։ 1770 թվականին Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիայի արևելյան ափերին եւ դրանք հայտարարեց բրիտանական տարածք, անվանելով Նոր Հարավային Ուելս։ Եվ արդեն 1788 թվականին Սիդնեյում հիմնվեց առաջին բրիտանական գաղութը։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցերից մեկը. ինչու հենց Ավստրալիան։ Ինչու Մեծ Բրիտանիան ընտրեց այսքան հեռու եւ անհասանելի հողը։ Պատասխանը որքան պարզ էր, այնքան էլ դաժան։ Այդ ժամանակ Բրիտանիան այլևս չէր կարող իր դատապարտյալներին ուղարկել Ամերիկա։ Բանտերը լցված էին, իսկ կայսրությունը նոր տարածքների կարիք ուներ։ Նրանց պետք էր մի վայր, որը միաժամանակ կարող էր լինել պատժավայր, ռազմավարական հենակետ եւ ապագա գաղութ։ Ավստրալիան դարձավ հենց այդ լուծումը։ 1901 թվականին 6 բրիտանական գաղութները միավորվեցին եւ ծնվեց Ավստրալիայի համադաշնությունը։ Այսպես, առասպելական Terra Australiայից մինչև իրական պետություն, գաղութներից եւ ծովային ուղևորություններից անցնելով ձևավորվեց այն Ավստրալիան, որը մենք այսօր գիտենք՝ հզոր, զարգացած եւ յուրահատուկ երկիր։ Ավստրալիան աշխարհի ամենազարմանալի վայրերից մեկն է։ Նա միակ երկիրն է աշխարհում, որը զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաք։ Մի վայր, որտեղ բնությունը կառուցված է հակադրությունների վրա՝ անապատներ եւ օվկիանոսներ, այրող արև եւ ձյունապատ լեռներ, դատարկ տարածություններ եւ կյանքով լի քաղաքներ։ Ավստրալիան մի ամբողջ աշխարհ է՝ իր բնավորությամբ, շնչով եւ ուժով։ Տարածքով այն աշխարհի 6-րդ ամենամեծ երկիրն է, մոտ 7.6 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով։ Երկրի մեծ մասը զբաղեցնում են անապատներն ու կիսաանապատները։ Խոշոր անապատներից են Մեծ Վիկտորիայի անապատը եւ Մեծ ավազային անապատը։ Կարևոր դեր ունի նաև Մեծ Արտեզյան ավազանը, երկրի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրներից մեկը։ Թվում է, թե այսքան չոր երկրում ջուրը պետք է քիչ լինի, բայց իրականում Ավստրալիան շրջապատված է հսկայական ջրային աշխարհով։ Արևելքից այն ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով, իսկ արևմուտքից Հնդկական օվկիանոսի։ Այն շրջապատված է նաև բազմաթիվ ծոցերով եւ ծովերով՝ Կարպենտարիայի ծոցով, Կորալյան ծովով, Թիմորի ծովով, Արաֆուրիայի ծովով եւ Մեծ Ավստրալիական ծոցով։ Ամենաերկար գետը Մյուրեյ գետն է, իր խոշոր Դարլինգ վտակով։ Ավստրալիային պատկանող խոշոր կղզիներից են
Կենգուրու կղզին, Ֆրեյզեր կղզին և Թասմանյան։ Մայրցամաքի ամենաբարձր կետը Կոսյուչկո լեռն է 2228 մետր բարձրությամբ, իսկ ամենացածր հատվածը Էյր լճի ավազանն է, որը ծովի մակարդակից ցածր է մոտ 15 մետրով։ Եվ ահա այս հակադրություններն էլ ցույց են տալիս, թե որքան բազմաշերտ եւ անսովոր է այս մայրցամաքը։ Այսօր Ավստրալիայի բնակչությունը կազմում է շուրջ 26 միլիոն մարդ։ Այն բարձր զարգացած, ժամանակակից եւ ազդեցիկ պետություն է, բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբողջ ուժը սկիզբ է առել երբեմնի փոքր գաղութներից, անծանոթ ծովային ճանապարհներից եւ մարդկային անսահման հետաքրքրասիրությունից։ Եվ գուցե հենց դրա համար է Ավստրալիան այսքան յուրահատուկ երկիր, որը չի մոռացել իր անցյալը, բայց ընտրել է շարժվել առաջ։